չկա մարդ, որը մեղք չգործի, եթե մենք ապրում ենք, ապա մեղք ենք գործում։ Բայց Աստված սիրում է ապաշխարող մարդուն, որը գիտակցել է իր կատարած մեղքի ծանրությունը եւ ուզում է դրանից ազատվել։ Ըստ Ավետարանի միակ մեղքը, որ չի ներվում, Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է։ Կապ չունի, թե մարդը երբ դարձի կգա կճանաչի Աստծուն, երբ նրա մեջ այդ Աստված ճանաչողությունը կզարգանա, ինքը կհասկանա, որ իսկապես տարբերվում է մյուսներից, բայց շատ կարևոր է դրան գնալ։ Ամեն մեկս տարբեր ճանապարհներով ենք հասնում դրան, բայց Աստված միշտ սպասում է մեզ, ուզում է մեր մեջ տեսնել այդ փոփոխությունը, այլակերպությունը։ Շատ ենք ուզում, որ մի բան լինի, բայց չի լինում։ Հետո ասում է, որ ինչ որ մի ընթացք մենք հասկանում ենք, որ ինչ լավ է, որ չեղավ այդ բանը։ Եվ Աստված միշտ ժամանակին է տալիս մարդուն այդ ամենը, բայց մենք չպիտի դադարենք աղոթք անելուց։ Մեզանից ոչ ոք չգիտե վաղը ինչ է լինելու։ Դրա համար նաև եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս ամեն օրը ապրել ինչպես վերջին օրը, որովհետև այս կյանքը պարզապես տարիների ինչ որ մի հաշվարկ չի։ Այս կյանքը ամենամեծ շնորհն է, որ Աստված մեզ տվել է։ Եթե մենք հույսը դրել ենք այս կյանքի վրա եւ փորձում ենք այս կյանքում ամեն ինչ ունենալ եւ այլն, եւ մենք որևէ բան չենք անում հավիտենական կյանքում ապրելու, ունայն եւ դատարկ է։ Տեսեք, ինչքան մարդիկ կան, հարուստներ, որոնք հսկայական նյութական կարողություններ ունեն, բայց այս աշխարհից ոչ ոք ոչինչ դեռևս չի տարել։ Ինչպես մերկ ծնվում ենք, այնպես էլ մերկ գնում ենք։ Ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հավատացյալներից, որոնք նախանձախնդրի են դարձել, որոնք ավելի գիտակ են դարձել եւ մեզ էլ հոգեբորականների ստիպում են, որ մենք ամեն օր մեզ վրա աշխատենք եւ կարողանանք բավարարել իրենց հոգեբոր պահանջմունքները։ Մեր էթնոհոգեբանության մեջ, անկախ ամեն ինչից, եկեղեցին շատ կարեւոր է։ Եվ այս վերջին իրադարձությունները, որ եղան, նաեւ մեր ժողովուրդը սկսեց ճանաչել իր հոգեբորականներին։ Սա եւ լավ է եւ պատասխանատվություն է մեզ համար։ Ավելի լավը դառնալու եւ արդարացնելու մեր ժողովրդի հույսերը։ Իմ խնդրանքը պիտի լինի նաեւ մեր հավատացյալներին մեզ համար շատ աղոթել։ Մենք իրենց համար ամեն օր ենք աղոթում, խնդրեի, որ իրենք էլ մեզ համար աղոթեն, որպեսզի մենք մեր կարգի մեջ հաստատուն մնանք։ Գիտեք, երբ որ մեկը հոգեբորական է դառնում, առաջին մաղթանքը դա է՝ կարգիդ մեջ հաստատուն լինես։ Ողջույն 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անիտեր Գուլանյանը։ Այսօր իմ զրուցակիցն է հայր Զաքարիա Ծայրագուն վարդապետ Բաղումյանը։ Ողջույն, Աստված պահապան ձեզ։ Քրիստոս հայրավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Դուք առաջի անգամ եք անուշադրության տաղավարում, Սուրբ Հայր, եւ ես կուզենայի մենք խոսեինք հենց այսօր օրվա խորհրդի մասին, Զատիկի խորհրդի մասին, հարության տոնի առթիվ, եւ ես կուզենայի հասկանալ, թե այսօրվա ժամանակակից մարդուն Զատիկի խորհուրդը, Սուրբ Զատիկի խորհուրդը ինչ բանալիներ է տալիս։ Հարության տոնը ամենակարևորն է Քրիստոսի եկեղեցու կյանքում, որովհետև հարությունը լույս է, երջանկություն, եւ մենք իբրև քրիստոնյաներ հավատում ենք մեկ Աստծո, որը ոչ միայն չարչարվել է, անցել է այդ խաչի ճանապարհով, այլ նաեւ հարություն է առել։ Ուրեմն Քրիստոսի եկեղեցու ուղղափառ դավանությունը հիմնված է հարության իրականության վրա։ Եթե Քրիստոս հարություն չառներ, ամեն ինչ ունայն կլիներ։ Եվ Քրիստոսի հարությունը հաղթանակն է մեղքի եւ մահվան դեմ։ Մենք հավատում ենք, որ ինչպես մեր Տերը հարություն առավ, այնպես էլ մեկ օր մենք ենք հարություն առնելու։ Եվ նմանապես հավատում ենք, որ ինչպես մեր Տերը հաղթանակներ տարավ, այնպես էլ մենք հաղթանակած Աստծո զավակներս, եթե հավատարիմ լինենք մեր Տիրոջը, հաղթանակներ կունենանք։ Ուրեմն հարությունը առաջին հերթին հույս է եւ անսահման լույս։ Այն մարդիկ, ովքեր իրենց մեջ ունեն այդ հարության հույսը, ապրում են իսկապես երջանիկ կյանքով։ Նրանց համար դժվարությունները պարզապես անցողիկ բաներ են։ Իսկ եթե մարդը հարության հույս չունի եւ այս աշխարհի վրա է պարզապես իր հույսը դրել, շատ ունայն ենք։ Եվ Պողոս Առաքյալը շատ գեղեցիկ ձևակերպել է, եթե Քրիստոս հարություն չի առել, ապա ունայն է մեր հավատքը եւ ունայն է ամեն ինչ։ Եվ այս հարությունն է, որ մեզ ուժ եւ զորություն է տալիս, այն վստահությունը ներշնչում, որ մենք իսկապես կարողանալու ենք հաղթահարել մեզ բաժին ընկած բոլոր դժվարություններն ու մարտահրավերները եւ հաղթանակած դուրս են գալու։ Ուրեմն ժամանակակից մարդու համար առաջին հերթին հույսն է եւ լույսը, որպես իր կյանքը այլակերպի, փոխվի։ Սուրբ Հայր, հետաքրքիր է, մեղքերը իրապես ներվում են մարդուն։ Եթե մարդ սրտանց եւ անկեղծ զղջում է, խոստովանում եւ հատուցում, ապա
քահանայական ձեռնադրություն եւ օծում ունեցող հոգեվորականից կարող են նաեւ ստանալ մեղքերի թողություն։ Այդ իշխանությունը Քրիստոս տվեց առաքյալներին, որոնք էլ փոխանցեցին իրենց հիմնած եկեղեցիներին։ Հետևաբար մենք մեղքերի խոստովանության եւ թողության համար գնում ենք ոչ թե ոստիկանի կամ չգիտեմ բժշկի մոտ, այլ մենք գնում ենք հոգեվոր բժշկի, քահանայի մոտ։ Բոլոր մեղքերը ներելի են, եթե մարդ իսկապես Եթե սրտանց ընդունում է, հասկանում է, մարդ զղջում է, ընդունում է իր մեղքերը, այո, եւ զղջում է այդ մեղքերի համար։ Որովհետև առանց Աստված զղջման բաց է։ չկա։ Իհարկե, Աստված միշտ սպասում է մարդուն, Աստված ուզում է մարդուն տեսնել ապաշխարած մեղքերից, ուրեմն ազատագրված։ Եվ տեսեք, հարության տոնը նաև ինչ որ առումով մեղքից այդ ազատագրումն է, որի նախօրինակը հրյաների ազատագրումն էր եգիպտական գերությունից։ Եվ հետեւաբար մենք հարության տոնը դիմավորում ենք հենց այդ վճռականությամբ, ոչ ասելու մեղքին եւ այո աստվածահաճո կյանքին։ Հետաքրքիր օրինակ բերեցիք, որ այո, որ դուրս էր գալիս Եգիպտոսից, Մովսեսը այնտեղ շատ մարդկային գործոններ կային, նաև մարդիկ բողոքում էին, թե ինչպես մեզ հանել, ինչպես ճանապարհին սոված ենք մնացել եւ այլն, չէ։ Այսինքն այդ մարդկային բանը միշտ կա այդ մեղք գործելու եւ բարկանալու այդ 7 մեղքերը, որ նշվում են, այդ բոլոր մեղքերը մարդ ունակ է գործելու եւ որ մեղքն է, որ ըստ ձեզ համարվում է այսպես ամենամեղքը։ Տեսեք, չկա մարդ, որը մեղք չգործի, եթե մենք ապրում ենք, ապա մեղք ենք գործում։ Բայց Աստված սիրում է ապաշխարող մարդուն, որը գիտակցել է իր կատարած մեղքի ծանրությունը եւ ուզում է դրանից ազատվել։ Ըստ Ավետարանի միակ մեղքը, որ չի ներվում, Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է։ Սա եկեղեցու հայրերը հետաքրքիր են բացատրում, ասում են սա այն մեղքն է, որ բացի այն նրանից, որ հայհոյում է Սուրբ Երրորդության երրորդ անձին Սուրբ Հոգուն, այլ սա այն վիճակն է, երբ մարդ չի ուզում զղջալ, չի ուզում ապաշխարել։ Եվ նաև մեկ այլ մեղք կա, որը անմիջականորեն կապվում է Սուրբ Հոգու հայհոյության դեմ, ինքնասպանությունն է։ Երբ մարդ ձեռք է բարձրացնում իր վրա եւ այլևս տվյալ մարդու համար եկեղեցին որևէ կարգ չի կատարում, պարզապես մենք կրկին աղոթք ենք անում երկրի վրա, հուսալով, որ Աստծո ողորմությունը նրանց վրա էլ կտարածվի։ Սուրբ Հայր, հետաքրքիր է, տեսեք այս ժամանակներում, այս արագընթաց ժամանակներում, երբ կարծես նույնիսկ հեռահար ենք ապրում, ժամանակները ահռելի արագությամբ են ընթանում, հա, դեպքերը, իրողությունները, լուրերը, եւ կարծես թե ամեն մեկը ապրում է այնպես, ինչպես կարող է ապրել, հա, ինքը։ Եվ միևնույն ժամանակ, այսպես մեզ հավատքը ստիպում է որոշակի կանոնների մեջ մտնել հոգեվոր դաշտով, հա, ինչպես ապրի մարդ այս դժվար աշխարհում, հա, առանց այդպես ինչ խորհուրդ կտաք, հա, որն է այդ բանալին իր ճանապարհի, հավատքը գուցե միայն սերը, ինչը։ Ժամանակները փոխվել են, բայց կրկին այդ նպատակը չի փոխվել։ Ի վերջո տեսեք, ժամանակը աստվածային շնորհ է, որ Աստված մարդուն տվել է։ Եթե այդ ժամանակի մեջ մենք բովանդակություն եւ իմաստություն ենք դնում, ապա մեր կյանքն էլ իմաստավորված է լինում։ Եթե մենք ժամանակը վատնում ենք անտեղի բաների վրա, ապա մեր կյանքն էլ ունային է դառնում։ Հետևաբար այսօրվա մարդը տեսեք, ինքը մեծավ մասամբ ապրում է նաև վիրտուալ իրականության մեջ, երբեմն կորցնում իրականության զգացումը, բայց շատ կարևոր է ոտքերի տակ զգալ հողը, շատ կարևոր է մարդկային հարաբերությունները, սերը, հավատքը եւ քրիստոնեությունը ինչ է բերել, ընդհանրապես նաեւ Քրիստոսի հարության իրականությունը ինչ է բերում մեր կյանք, այդ անսահման հույսը։ Մեր հույսը քրիստոնեական ոչ թե կրավորական մի բան է, այլ այդ հույսը շարժում է, գործողություն է։ Դու չես կարող նստել տանը կամ դիվանին, ոչինչ չանել եւ ասել ես հույս ունեմ Աստված պիտի գա ինձ փրկի, չէ, այդպեսի հույսի մասին չի խոսքը։ Այն հույսի մասին է, որը գործողություն է, որ ինչ որ մի բան արվում է։ Հետևաբար մեզ համար ժամանակը պետք է ճիշտ օգտագործել։ Տեսեք, Պողոս առաքյալն ասում է, քանի ժամանակը մեր ձեռքում է, բարին գործենք։ Մենք այս ժամանակը օգտագործում ենք հավիտենական կյանքում ապրելու համար։ Այս ժամանակը մեզ համար մի տեսակ ուխտագնացություն է, որպեսզի մենք կարողանանք հավաքել այն միավորները եւ արժանանալ Աստծո արքայության։ Իսկ Աստծո արքայությունը ինչ է։ Դա անմիջական շփումն է արարչի հետ, իսկ այդ շփմանը ինչն է խանգարում մեղքը։ Երբ որ մենք մեղքից ձերբազատվում ենք, վերականգնվում է մեր մեջ այդ պատկեր աստվածային եւ մենք կարողանում ենք առանց որևէ միջնորդի շփվել Աստծո հետ։
Այսինքն այդ հավատը, հույսը եւ ամենագլխավորը սերը, այդ է բանալին, Այո։ որպեսզի մարդ կարողանա Տեսեք, այսպես ուղղորդվել իր քարտեզային ճանապարհը այս կյանքում, այս աշխարհում ուղղորդել։ մարդը պիտի նպատակներ ունենա, մարդը նաև առաքելություն ունի, ինչպես ազգերը առաքելություն ունեն, այնպես էլ անհատները առաքելություն ունեն։ Մարդը ի վերջո չի ծնվել պարզապես ուտելու, խմելու եւ այս կյանքը անցկացնելու համար։ Մարդը ծնվել է իմ կարծիքով հետք թողելու համար։ Եվ սա շատ կարևոր է։ Տեսեք, աշխարհում շատ մարդիկ են ծնվել, մահացել, բայց մենք նրանցից քանիսին ենք այսօր հիշում։ Եվ մարդը պիտի հետք թողի այս կյանքում, պիտի ինչ-որ մի վաստակ թողի, ինչ-որ մի բարի անուն պիտի թողնի։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ մարդը իսկապես հասկանա, որ ինչի համար է ապրում։ Եվ Քրիստոս դրեց այդ կյանքի մեջ ամենակարևոր նշանակությունը, ասաց ով հավատա ինձ, հավիտենապես պիտի ապրի։ Կապ չունի, թե մարդը երբ դարձի կգա կճանաչի Աստծուն, երբ նրա մեջ այդ Աստված ճանաչողությունը կզարգանա, ինքը կհասկանա, որ իսկապես տարբերվում է մյուսներից, բայց շատ կարևոր է դրան գնալ։ Ամեն մեկս տարբեր ճանապարհներով ենք հասնում դրան, բայց Աստված միշտ սպասում է մեզ, ուզում է մեր մեջ տեսնել այդ փոփոխությունը, այլակերպությունը, ուզում է, որ մենք մեր կյանքը փոխենք։ Մենք ինչ ենք անում։ Ուզում ենք, որ բոլորը փոխվեն, բայց մենք չփոխվենք։ Այնինչ քրիստոնեությունը ասում է, որ փոփոխությունը սկսիր քեզանից, հետեւաբար ձեր նշած հավատքը, հույսը եւ սերը բանալիներն են այս կյանքի։ Մենք առանց հավատքի չենք կարող ապրել։ Մենք առանց հույսի էլ չենք կարող ապրել, առավել եւս առանց սիրո եւ հատկապես երբ որ Աստվածաշունչը հստակ ասում է Աստված սեր է։ Այդ սիրո աղբյուրը Աստված է։ Եվ եթե մենք մեր մեջ ունենք այդ սերը եւ կարողանում ենք դրսեւորել մեր հավատքը գործնական կյանքում, մենք սրանից ավելի երջանիկ բան կարծում եմ չկա։ Ինչ անի օրինակ այն մարդը, որ իրեն թվում է, թե իր ձայն, իր աղոթքները Աստված չի լսում։ Այդպես լինում է։ Եթե մենք անկեղծ դիմում ենք Աստծուն, Աստված լսում է ժամանակին։ Տեսեք, մենք երբեմն ուզում ենք, որ մեր կյանքում այս կամ այն բանը շատ արագ կատարվի, բայց արդյոք դա Տիրոջ կամքն է, արդյոք դա մեր կյանքի համար որպես շինություն է, որպես առողջություն է։ Մենք դա չգիտենք։ Երբեմն լինում է, որ մենք այսպես ջերմեռանդ շատ ենք ուզում, որ մի բան լինի, բայց չի լինում։ Հետո ասում է, որ ինչ որ մի ընթացք մենք հասկանում ենք, որ ինչ լավ է, որ չեղավ այդ բանը։ Եվ Աստված միշտ ժամանակին է տալիս մարդուն այդ ամենը, բայց մենք չպիտի դադարենք աղոթք անելուց։ Տեսեք, մեծ Պարքի այս ոսկե շղթայում կար մի կիրակի, դատավորի կիրակին, երբ որ անդրադարձ էին կատարում այրի կնոջը, որը գնացել էր դատավորի մոտ իր դատը տեսնելու։ Եվ ինչ էր անում, անդադար աղոթք էր անում, որպեսզի կարողանար այդ դատավորը, որ Աստծուց չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում, իր դատը տեսնել։ Եվ ի վերջո եղավ։ Այսինքն, երբ որ մենք հարատևում ենք մեր աղոթքի մեջ, անկեղծ ենք, ամեն ինչ տրվում է։ Ավետարանն ասում է, նախ խնդրեցեք երկնքի արքայությունը, մնացած ամեն ինչ ձեզ ավելիով կտրվի։ Այսինքն մենք պիտի նախ երկնային, ոչ նյութեղեն բաներ խնդրենք Տիրոջից։ Մնացածը ամեն ինչ Աստված կհոգա։ Մեզանից ոչ ոք չգիտե վաղը ինչ է լինելու։ Դրա համար նաև եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս ամեն օրը ապրել ինչպես վերջին օրը, որովհետև այս կյանքը պարզապես տարիների ինչ որ մի հաշվարկ չի։ Այս կյանքը ամենամեծ շնորհն է, որ Աստված մեզ տվել է։ Եվ Աստված ուզում է, որ մենք մեր կյանքը քրիստոնյա վայել ապրենք, արժանապատիվ ապրենք, որ մենք կարողանանք ինչ-որ մի հետք թողենք, որպեսզի մեր նախնիներն անդրադառնան, ասեն մեր հայրը, մեր պապը կարգին մարդ էր, ինչ ժառանգություն է թողել։ Սուրբ Հայր, ինքան հետաքրքիր է հիմա նոր ասեցիք ու ես հիշում եմ այսպիսի մի դեպք, որ մենք գիտեք, որ շատ դժվար ժամանակներ ապրեցինք եւ մեծ ողբերգություն տեսանք եւ մի ողբերգության մի պահի ես ներկա էի եւ քահանան այսպիսի մի խոսք ասաց երիտասարդ մի տղայի այսպես հուղարկավորության ժամանակ Աստված մեզ բոլորի սիրում է եւ այդ պահին այնքան հետաքրքիր էր, որ պահի տակ դու ունակ չես ընկալելու դա եւ շատերը այդտեղ ունակ չէին ընկալելու, թե ինչպես կարող է այսպիսի դաժան դեպքը, հա, որ երիտասարդ տղա է զոհվել եւ միևնույն է Աստված մեզ սիրում է այդ ամենից հետո։ Աստծոն անսահման է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Մենք խոսում ենք եւ այսօր ապրում ենք հարության այդ ուրախությունը, իսկ հարությունը ամենաառաջին նախ եւ առաջ ինչ է ասում։ Ասում է, որ մեր Տերը հաղթեց մահվանը։ Եթե մինչև Քրիստոս մահ ամենասարսափելի բանն էր, ապա Քրիստոսի հարությամբ
Մենք հույս ունենք մեկ օր հարություն առնելու, կենթանանալու, Հոգին նրա հետ հավերժ է ապրելու, դառնում, այո։ հոգին Եվ հավերժ։ տեսեք, երբ որ մենք մասնակցում ենք ուղարկավորությանը, շատ կարևոր է, որ մենք ոչ թե անհավատների նման ենք մասնակցում, այլ մենք մասնակցում ենք հավիտենական կյանքի հույսով։ Եթե մենք հույսը դրել ենք այս կյանքի վրա եւ փորձում ենք այս կյանքում ամեն ինչ ունենալ եւ այլն, եւ մենք որևէ բան չենք անում հավիտենական կյանքում ապրելու, ունայն եւ դատարկ է։ Տեսեք, ինչքան մարդիկ կան, հարուստներ, որոնք հսկայական նյութական կարողություններ ունեն, բայց այս աշխարհից ոչ ոք ոչինչ դեռևս չի տարել։ Ինչպես մերկ ծնվում ենք, այնպես էլ մերկ գնում ենք։ Բայց Աստծուն հավատացողը իսկապես կարողանում է իր մահը ոչ թե դարձնել վերջնակետ, այլ սկիզբ Կյանքի հավիտենականության մի մեջ։ մաս որպես, Եվ սա շատ կարևոր է, որովհետև տեսեք Քրիստոս ասում է. Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Ուրեմն եթե մենք ուզում ենք ճշմարտությանը հետևենք, պիտի Քրիստոսին հետևենք։ Եթե մենք ուզում ենք կյանքին հետևենք, կյանքը ինքն է եւ ճանապարհն ինքն է։ Իսկ այս ճանապարհը մեզ տանում է դեպի հավիտենականություն։ Կարծում եմ շատ տխուր կլիներ, եթե մարդը պարզապես ինչ-որ մի տարիներ ապրեր եւ վերանար։ Եվ ավարտվեր Ավարտվեր այդ ամեն ինչը։ Եվ մենք տեսնում ենք նաեւ մեր սրբերի օրինակով, տեսնում ենք, որ իսկապես կան մարդիկ, որոնք հաղթանակ են տարել նաեւ այս երկրի վրա մեղքի դեմ պայքարում եւ կարողացել են դառնալ մեզ համար բարեխոսներ։ Օրինակի համար Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Մենք այսօր կարդում ենք Աղոթամատյանը եւ բազմաթիվ բժշկումներ են լինում, որովհետեւ Նարեկացի ու գաղտնիքը ինչ էր։ Նա աղոթում էր։ Ձեզ համար ո՞րն է հրաշքը։ Ընդհանրապես Սուրբ օր համար ո՞րն է հրաշքը։ Անկեղծ ասած, ամեն օր աչքերը բացել եւ կարողանալ փառք տալ Աստծուն, որ Աստված մեկ օր էլ իմ կյանքին ավելացրեց, ամենամեծ հրաշքն է։ Հրաշք է ապրել Հայաստան աշխարհում, ծնվել որպես հայ, որպես մարդ, այս հողի զորությունը զգալ, հրաշք է ինձ համար լինել հայոց եկեղեցու զավակ եւ մեր կյանքում բազմաթիվ հրաշքներ են լինում, բայց շատ կարեւոր է, որ այդ հրաշքներից մենք դասեր քաղենք։ Մենք հասկանանք, որ Աստված երբեմն տալիս է նշաններ մեզ փոխվելու։ Տեսեք, մենք ապրում ենք ծանր օրեր, իսկապես մարտահրավերներով լի ժամանակներ են, աշխարհը փոփոխվում է։ Անկամ այն երկրները, որոնք մտածում ենք, որ դրանք ամենաապահով երկրներն են, մեր աչքի առաջ տեսնում ենք, որ այդ ապահովության զգացողությունն էլ չկա։ Եվ մենք հասկանում ենք, որ այս պայքարում պիտի մի քիչ իմաստուն գտնվենք, որպեսզի չդառնանք գերտերությունների այս պայքարում պարզապես միջոց, այլ պիտի կարողանանք այնպես գործել, որ կարողանանք պահել մեր հայրենիքը, այս հողակտորը, որի վրա մենք պետականություն ունենք, զարգացնենք, զորացնենք եւ ամեն դեպքում պիտի հավատանք հրաշքին եւ այդ հրաշքը պիտի լինի։ Բայց շատ կարեւոր է, որ մենք մեր կյանքում այդ քայլը կատարենք դեպի Աստված, փոխվենք։ Մեր մեջ սնոտիապաշտությունը, զանազան վախերը, ցուցամոլությունը սարսափելի է, դուք չեք պատկերացնի։ Եվ մենք պիտի ազատագրվենք այս ամեն ինչին։ Մենք պիտի հասկանանք, որ Քրիստոս հարություն է առել մեզ մեղքից ազատագրելու համար։ Եվ քանի դեռ ապրում ենք, մենք հնարավորություն ունենք այդ մեղքերից ազատվելու։ Այո, այդ ցուցամոլությունը եւ նաեւ ժամանակներն են ստիպում, հնարավորությունները այս սոցցանցային հարթակները ավելի այսպես հրահրում են այդ ցուցամոլությանը, ինչ ասեցիք դուք, եւ հետաքրքիր է թե այս նոր ժամանակներում, հա, թվում է թե խոսքը շատ ավելի հասանելի է, այսինքն բոլոր միջոցները հնարավորությունները կան, բայց անընդհատ այդ հոգեվոր խոսքի կարոտը եւ կարեւոր այդ խոսքի կարոտը կա դաշտում։ Ինչ է անում եկեղեցին, որ ավելի այսպես մոտ լինի, հա, հավատացյալին, իր հավատացյալին։ Խոսքը շատ կարևոր է եւ արտաբերված խոսքը այլևս չես կարող հետս կոչել։ Խոսքը նաեւ զորություն ունի։ Հատկապես երբ որ դու խոսում ես իշխանությամբ եւ խոսում ես Աստծո խոսքից։ Մեր եկեղեցին մշտապես երկու առաքելություն է կատարել։ Առաջին հերթին մարդկանց Աստծո խոսքի քարոզության միջոցով առաջնորդել է դեպի փրկություն եւ նաեւ ստանձնել է ժամանակ առ ժամանակ եւ այսօր էլ այդ առաքելությունը ունի ազգապահպանությունը, ինքնության պահպանությունը, որովհետեւ մեր եկեղեցին բացի աստվածահաստատ կառույցնելուց ինքը նաեւ մեր պատմության կրիչն է։ Այսինքն դու երբ որ եկեղեցու մեջ ես, դու այդ պատմության կրողն ես։ Երբ որ դու եկեղեցին հանում ես, մարդու կյանքից շատ բան չի մնում։
Եվ այդ եկեղեցին մեզանից յուրաքանչյուրինն է։ Մենք ամեն մեկս ամեն ինչ պիտի անենք մեր եկեղեցին ավելի զորավոր տեսնելու։ Եվ այսօր եկեղեցին փորձում է նաև եկեղեցականությունը տարբեր ձևերով, սոցցանցերում, հասանելի բոլոր միջոցներով, այո, հնարավոր է Աստծո խոսքը քարոզել։ Եթե մենք չենք քարոզում, մեր տեղը քարոզում են այն տարբեր մարդիկ։ Տեսեք, այս օրերին չեմ թաքցնում, այս մեծ պահքի օրերին ինձ այնպիսի հարցեր են տվել, որ ես երբեք անգամ չեմ էլ մտածել այդ հարցերի մասին։ Օրինակ, Եվ օրինակի համար նշանվածները կարող են զատկին մասնակցել թե ոչ։ Ավակ 5-շաբթի ձու ներկել թե չներկել։ Եթե մարդիկ ննջեցյալ ունեն, հարություն նշեն թե չնշեն։ Չգիտեմ, ծամոն ծամել թե չծամել։ Այնպիսի հարցեր, որ բայց գիտեք, եթե մարդում որևէ մեկի մոտ առաջանում է այդ հարցը, դա նաև պատասխան պիտի ունենա։ Եվ ես ուրախությամբ պիտի նշեմ, որ մեր հոգեբորականները գոնե վերջի տարիներին սկսել են նաև ակտիվ այսպես գործունեություն ծավալել սոցցանցերում, որովհետև սոցցանցերում գիտեք այնպիսի մարդիկ են խոսում Աստվածաշնչից, մեկնում եւ այլն, որ ընդհանրապես կապ չունեն, ոչ կրթություն ունեն համապատասխան, ոչինչ։ Եվ ուրախությամբ պիտի նշեմ նաև, որ մեր հավատացյալներն էլ սկսել են շատ ավելին հասկանալ, ավելի գիտակից են դարձել։ տարբերում են արդեն, ինչը պետք է Եվ շատ լավ կարողանում են տարբերել եւ կարողանում են նաև գնալ պահանջկոտ են նաև հոգևոր այդ գիտելիքի ստացման հարցում։ Գիտեք, հոգևոր գիտելիքը միանգամից չես կարող մարդուն խոսել դավանանքից, դավանաբանությունից, սուրբ երրորդությունից, պետք է պարզ քայլերով գալ, ինչպես որ երեխան։ Մենք սկզբից իրեն մայրական կաթ է ուտում, չէ՞, հետո ատամները մի քիչ դուրս են գալիս, սկսում են ավելի պինդ կերակուր տալ։ Դրա համար պետք է այսպես այդ չափաբաժինները ճիշտ տալով իրեն աճեցնել, հոգևոր կյանքում զորացնել, որտեղ երբ որ մարդը հոգևոր կյանքով ապրում է, ինքը ամեն հարցում մոտենում է տարբեր կերպ, իր չափորոշիչները կյանքի, այլն, եւ այս առումով իսկապես ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հավատացյալներից, որոնք նախանձախնդրի են դարձել, որոնք ավելի գիտակ են դարձել եւ մեզ էլ հոգեբորականների ստիպում են, որ մենք ամեն օր մեզ վրա աշխատենք եւ կարողանանք բավարարել իրենց հոգեբոր պահանջմունքները։ Դա կարևոր է շատ, որովհետև դու տեսնում ես, որ մարդիկ այնպիսի տարական հարցերի պատասխան չունեն եւ ուզում են լսել դա եկեղեցուց եւ շատ կարևոր է այս պահին, որպեսզի եկեղեցին կարողանա այդ խոսքի կարոտը, խոսքի պահանջը մարդկանց անպայման լրացնի, որովհետև ինչպես նշեցիք, այո, ուրիշ տեղ կգնա այդ մարդը եւ այդ պահանջը կլրացնի մեկ այլ միջոցով, որը որ գուցե եւ վնասի եւ հանրությանը եւ հենց իրեն։ Մենք ամեն ինչ պիտի անենք հոգեբորականներս, որպեսզի մեր հավատացյալների հոգին եւ միտքը կրթվի Աստծո խոսքով եւ մեր հայրերի ժառանգությամբ։ Տեսեք, մեր պատմության մեջ մի շատ կարևոր իրադարձություն կա՝ տառերի գյուտը եւ թարգմանչած շարժումը։ Սա հոգեմտավոր հեղափոխություն էր, որ մեր հայրերը կատարեցին։ Ի վերջո ստեղծվեց տառերը, որպեսզի Աստվածաշունչը հայերեն հնչեր։ Բայց ոչ միայն Աստվածաշունչը հնչեց հայերեն, այլ ժամանակի գլուխգործոցները թարգմանվեցին, հայացվեցին եւ մենք կարողացանք ստեղծել մեր ինքնուրույն գրականությունը։ Այսօր մեզ երկու բան է պետք՝ վերավետարանացում եւ նոր թարգմանչած շարժում։ Գեղեցիկ բան ասեցիք շատ։ Եվ հետաքրքիր է, որ միայն մենք ենք, որ Բիբլիան թարգմանել ենք Աստվածաշունչ այդպիսի գեղեցիկ բանով։ Այո, դրա հիմքը Պողոս Առաքյալի խոսքն է, եւ սա նաեւ մեր ժողովուրդը ինքնատիպ վերաբերմունք է ունեցել Աստծո խոսքի Աստվածաշունչի հանդեպ եւ ուրախ եմ նաեւ, որ մեր ժողովուրդը սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել Աստծո խոսքի հանդեպ եւ զանազան եկեղեցիներում դասընթացներ կան եւ շատ հարցեր են հնչում։ Սա նշանակում է, որ հայ մարդը ուզում է Աստվածաշունչը կարդալ, ուզում է հասկանալ եկեղեցու միջոցով այդ Աստվածաշնչի ուղղափառ մեկնաբանությունը եւ այստեղ մեծ կարևոր դերակատարություն ունի վարդապետաց դասը մենք։ Եվ իր եկեղեցուց է ուզում լսել, ինքը այլտեղ չի ուզում փնտրել։ Եվ եթե այո, եկեղեցին այդ աշխատանքը տանի իր հետ, իր հավատացյալների հետ։ Զարմանալի մի բան կա, մեր էթնոհոգեբանության մեջ, անկախ ամեն ինչից, եկեղեցին շատ կարևոր է։ Եվ այս վերջին իրադարձությունները, որ եղան, նաև մեր ժողովուրդը սկսեց ճանաչել իր հոգեբորականներին։ Սա եւ լավ է եւ պատասխանատվություն է մեզ համար։ Ավելի լավը դառնալու եւ արդարացնելու մեր ժողովրդի հույսերը։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մատաղ սերունդը մեծանա, դաստիարակվի ճիշտ արժեքային համակարգով։
Եթե մարդը արժեքային համակարգ չունենա, պարզապես ապրի թռի վռի կյանքով, այս կամ այն, չգիտեմ, հետևելով ինչ որ մի աստղի կամ չգիտեմ վիրտուալ իրականությանը, շատ տխուր է լինելու։ Մենք կարիք ունենք իսկապես մենք ինքներս մեզ ճանաչելու։ Տեսեք, մենք հազարավոր տարիների պատմություն ունենք։ Սա հպարտության առիթ է, բայց սա նաև մեզ պիտի ստիպի մեր պատմությունը իմանանք։ Բայց մենք ինչ ենք անում։ Մենք մեր պատմությունը ուր անում ենք այսօր շատ հաճախ, ուզում ենք սրբագրել, իսկ այն երկրները, որոնք ընդհանրապես պատմություն չունեն, իրենց համար նոր պատմություն են ստեղծում։ Մեր ժառանգությունից հրաժարումը հուդայականություն է։ Մենք նմավում ենք դրանով հուդային։ Մենք իրավունք չունենք մոռանալու այդ ամենը։ Ինչ տարբերություն։ Հուդան 30 արծաթով Տիրոջը մատնեց, այսօր էլ մենք, երբ որ ուրանում ենք մեր հայրենիքին, մեր արժեքային համակարգը, մեր ինքնությունը, մեր պատմությունը, նյութականը, մեր անձնականը գերադասում ենք ուրեմն ավելի վսեմ բաներից, մենք դառնում ենք հուդա։ Եվ հետաքրքրական է, որ այս ամբողջ շղթան, այս մեծ պարքի հոգևոր ճանապարհորդությունը, երբ որ մենք անցանք, սա մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում։ Մենք միշտ էլ ապրում ենք, ամեն մարդ ապրում է այդ զգացողությամբ, բայց սրա վերջնակետը հաղթանակն էր։ Այսօր մենք այստեղ նստած վայելում ենք Քրիստոսի այդ հարության ուրախությունը, եւ այս ուրախությունը կիսատ կլիներ, եթե մենք չապրեինք այդ չանցնեինք խաչի ճանապարհով, չանցնեինք այդ չարչարանքներով, ինքներս մեզ չփոխեինք, չմաքրվեինք մեր մեղքերից, որովհետեւ հարության լույսը կարող են տեսնել միայն նրանք, եւ այդ հարության ավետիսը ապրեն լիարժեք կատարյալ կերպով նրանք, ովքեր իսկապես մաքրված են։ Իդեպ պահքից խոսեցիք, այնքան երիտասարդներ եմ հիմա տեսնում, որ 40-օրյա պահքը պահում են, հաղորդություն են ընդունում, որ շատ ողջունելի է, շատ գեղեցիկ է նայվում, որ արդեն երիտասարդներն են այդպես մոտենում եկեղեցուն, հա։ Եվ նաև կուզենայի այս պահքի, քանի որ պահքից դուրս են ելել մարդիկ եւ հաղորդություն են ընդունել, արդեն ես կուզենայի խոսեիք այս պահքի հետ 40-օրյա ընթացքի հետ կապված, որտեղ մարդիկ երբեմն իրար հետ վիճում են, թե ինչ ես կերել, ինչ չես կերել, այ ինչ ես արել, ինչ չի կարելի, եւ դա անընդհատական վեճ է, ամեն տարի նույն ժամանակ նույն խոսակցությունները լինում։ Ես կուզենայի դուք մի փոքր այսպես ամրագրեիք դա։ Տեսեք, մեծ պահքի բուն նպատակը մեղքերից հեռու մնալն է։ Երբ մենք հրաժարվում ենք նաև կենթանական կիրակորներից, մեր մարմինը ճնշում ենք, որպեսզի հոգով զորանանք։ Եթե պահքի մեջ չկա հոգևոր նպատակ, անիմաստ է նման պահեցողություն։ Այսինքն, եթե մենք պահք ենք պահում, որպեսզի նիհարենք։ Միայն սնունդի, հա, այո, որպեսզի տեսեք մեր հարազատները տեսնեն, որ մենք պահք ենք պահում։ Ամբողջ աշխարհին հայտարարենք, միած ստատուս գրենք այդ մասին, որ մենք պահք ենք պահում եւ այլն, սա պահեցողություն չի։ Մենք պահք ենք պահում, որպեսզի կարողանանք մեղքերից սրբված, փոխված դիմավորենք Քրիստոսի հարությունը։ Մենք պահք ենք պահում, որպեսզի կարողանանք անցնել այդ բոլոր շրջաններով եւ անկումներ երբեմն ընկնենք, երբեմն կանգնենք, բայց հաստատակամ լինենք, որ պիտի դիմավորենք Քրիստոսի զատկի տոնը, հարությունը իսկապես մաքրված։ Եվ շատ կարևոր է, եւ այս առումով ես կարծում եմ, որ մեր երիտասարդները սկսել են նաեւ իրենք էլ հասկանալ, որ շատ կարևոր է նպատակ դնել այդ պահքի մեջ։ Իսկ այդ նպատակը մեկն է։ Քայլել այդ բոլոր ճանապարհներով, բոլոր հանգրվաններով եւ ի վերջո հասնել Քրիստոսի հարության հաղթանակին։ Տեսեք, մենք ավակ շաբաթը, որը մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին մի քանի օրերն են, իսկապես դրամատիկ վիճակ է։ Մենք ամեն անգամ ապրում ենք sense երկվություն։ Օրինակ, չգիտենք, եթե մենք ապրեինք Քրիստոսի ժամանակ, ինչպես պիտի անեինք, օրինակ ամբոխի մեջ լինեինք, եթե ասեին, ուզում եք Բարաբային ազատեք, թե Հիսուսին, ինչ էինք ասելու։ Մենք եթե լինեինք Հուդայի փոխարեն, ինչ էինք անելու։ Մենք եթե լինեինք առաքյալների փոխարեն, երբ որ խաչելությունից հետո բոլորը ծրվեցին, բոլորը Տիրոջը մենակ թողեցին։ Բայց ինչը միավորեց բոլորին, երբ որ Քրիստոս հարություն առավ։ Քրիստոսի հարությունը դարձավ եկեղեցու այն հիմնակարը, որի շուրջ համախմբվեց ամբողջ եկեղեցին։ Ես շատ կարևոր է, ես ողջունում եմ։ Եթե անգամ մարդիկ խախտում են իրենց պահքը, դժվար է իսկապես այսպես կատարյալ պահելը, բայց ես միշտ հորդորել եմ իբրև հոգևորական պահել։ Ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե չարը մեզ հաղթի, այլ մենք չարին հաղթենք։
որովհետեւ իսկապես դժվար է հոգեվոր կյանքը։ Այս աշխարհում, երբ որ վիրտուալ իրականություն է շատ, մենք հեռախոսի միջոցով ամեն ինչ կարող ենք անել։ Այսօր օրինակի համար մեծ պահքի կարևոր այսպես զսպումներից մեկն է նաև հնարավորինս հեռու մնալ վիրտուալ իրականությունից, Աստվածաշունչ կարդալ, մեր եկեղեցու հայրերի գրվածքները կարդալ, մեզ հասկանալ, մեր այդ քրիստոնեության մեջ հայկականությունը ընկալել եւ ամենակարևորը միշտ հիշել, որ մեր սնվելու աղբյուրը Աստծո խոսքն է։ Իսկ այդ Աստծո խոսքը ուղղափառ մեկնաբանվում է միայն եկեղեցու։ Այսինքն պահքը ավելի վեր երևույթ է, քան պարզապես այդ սննդակարգային բանը, որ հանրության մեջ շատ է այդ այսպես տալիս առնվում այդ խոսքը։ Գիտեք, դա նաև մարդու փորձառությունից է գալիս։ Սկզբում սննդային պահք են պահում, որը կարևոր է։ Այո։ Բայց շատ կարևոր է այս սննդային պահքը ուղեկցվի Աստծո խոսքի ընթերցմամբ, աղոթքով, ապաշխարությամբ եւ շատ կարեւոր է որ օրինակի համար մեծ պահքի ընթացքում մենք նաեւ մասնակցենք ժամերգություններին, մենք մասնակցենք արարողություններին, այսինքն սա նաեւ մարդը ինքն իրեն պիտի դաստիարակի։ Բայց տեսեք, այսօր հետաքրական մի բան ասեմ, առավոտյան մի նամակ եմ ստացել մի հայուհուց, որը գրել էր, ես իրեն փորձեցի այս օրերի ընթացքում քաջալերել, որպեսզի կարողանա պահքը լիարժեք պահի, այսօր ինձ գրել էր, որ Հայր Սուրբ շնորհակալ եմ, ես զգացի, որ ես փոխվել եմ։ Իբրև հոգևորական ինձ համար մխիթարություն էր, եթե մարդը նման խոստովանություն է անում, որտեղ ասում է, ես չգիտեի, որ մենք այսքան հարուստ ենք հոգևոր առումով։ Այսինքն մարդը այդքան հարուստ է հոգևոր առումով։ Դա շրջան է, դա բոլորիս կյանքն է, եւ մենք այդ կյանքը պիտի ապրենք այդ հաղթանակը վայելելու համար։ Եվ այսօր, երբ որ մենք նստած ենք այս ուրախ մթնոլորտում, որովհետև Քրիստոս հարություն է արել եւ մենք ամեն օր մոտակա 40 օրը պիտի անընդհատ ասենք Քրիստոս հայրավի մեռելոց, սա ամենամեծ ավետիսն է եւ այս ավետիսը պիտի հասնի յուրաքանչյուր մարդու սրտին։ Ամեն մարդ պիտի ապրի այդ ուրախությունը եւ սա այն ուրախությունն է, որ ավետարանն ասում է ոչ ոք ձեզանից չի խլելու։ Դուք խոսեցիք նաև սովորույթներից եւ կախվածություններից, հա, որոնք նույնպես պահքի ընթացքում աշխատում են մարդիկ հետ նահանջանել։ Հետաքրքիր է, դուք այդպիսի կենտրոններ, օրինակ կախվածության կենտրոններ, հաստատություններ լինում է, որ քահանաները գնան իրենց խոսքով ապաքինելու մարդկանց գուցե։ Իհարկե, տեսեք, այսօր տարբեր վերականգնողական կենտրոններ կան, որոնց հետ համագործակցում է Հայոց եկեղեցին։ Մենք ունենք հոգևորականներ, որոնք նաև մասնագիտացել են որոշակի ասպարեզներում։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ եկեղեցականությունը փորձում է ամենտեղ լինել, փորձում է Աստծո խոսքը հասցնել եւ նաև շատ կարեւոր է մենք լսենք, թե մարդիկ ինչ են ուզում։ Տեսեք, շատ կարեւոր է խնդիրներ կան, հարցեր կան, որոնց լուծման բանալին մարդու հոգևոր կյանքի զորացումն է։ Երբ որ մարդը սկսում է հոգևոր չափանիշներով մտածել, երբ որ մարդը հասկանում է իր կյանքի իմաստը, տեսնում է իր սխալները, փորձում է ուղղվել, շտկվել, նրա կյանքն էլ է փոխվում։ Եվ շատ կարևոր է, ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի մարդը ի վերջո ճանաչի Աստծո քաղցրությունը։ Մեր նախածնողների Ադամի եւ Եվայի երջանկությունը դրախտում որներ, որտեղ նրանք անմիջական շփում ունեին Աստծո հետ։ Եվ Քրիստոս եկավ այդ շփումը վերականգնելու։ Եկավ մեզ ասելու, որ երբ որ դու մեղքերից ազատագրված ես, դու ապաշխարել ես, դու արդեն կարող ես վայելել Աստծո այդ քաղցրությունը։ Ես ձեր մոտ եմ, ձեր կողքին եմ, ձեզ հետ եմ։ Մենք երբեմն տեսեք, Աստված մարդուն ամենամեծ շնորհներից մեկն է տվել ազատ կամքը։ Մեզ ճանապարհնել է ցույց տվել աճ գնալու, ցախ գնալու։ Եվ ընտրությունը կրկին մերն է։ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով։ Մարդը ամենակատարյալ էակն է։ Ամենակարևորը, ամեն ինչ որ ստեղծված է մարդու համար։ Բայց մենք մարդիկս արդյոք մեր կյանքը հենց այդպես էլ ապրում ենք։ Գնահատում ենք, որ մենք այդ մեր մեջ կա Աստծո պատկերը։ Եվ երբեմն չենք գիտակցում բարձրացնում։ Այո, մենք երբեմն այնպես ենք ապրում, կարծես թե ընդհանրապես Աստված չկա, բայց տեսեք, անգամ ծանր իրավիճակներում էլ միշտ Աստված մարդուն ապաշխարելու հնարավորություն է տալիս, որովհետև ուզում է իրեն մաքրված տեսնել, բայց մի քայլ էլ մենք պիտի կատարենք։ Եթե մենք մի քայլ կատարենք, Աստված մեր աներևույթ ձևով մեր ձեռքից բռնած տանելու է։ Եվ այստեղ շատ կարևոր է ոչ միայն եկեղեցականության ընդհանրապես դիրքը, վարվելակերպ, այլ նաև մեր հավատացյալների, որոնք ունեն այդ հոգևոր գիտելիքները, առաջնորդելու
բերելու նրանց։ Եվ եկեղեցին այն վայրն է, այն նոյան տապանը, որի մեջ մտնելով մենք փրկվում ենք։ Եվ այդ տապանի մեջ է, որ մենք կարողանում ենք մեր ինքնությունը զգալ կատարելապես։ Ես անկեղծ ասեմ, ես տարբեր եկեղեցիներ եմ բնականաբար այցելել, տարբեր քրիստոնեական եկեղեցիների հոգևորականության այդ մտերմություն կա եւ այլն եւ այլն։ Բայց ես մի բան եմ հասկացել։ Մեր եկեղեցին իր ծիսակարգով, իր ուղղափառ մտածողությամբ պահպանել է բաներ, որոնք շատերը կորցրել են։ Եվ այդ ամենը, երբ որ մենք հասկանում ենք, գնում ենք հասնում ենք առաքելական շրջան, այդ մաքրությունը։ Եվ դու գնահատում ես, որ դու իսկապես մի շատ կարևոր եկեղեցու անդամ ես։ Երբեմն օտարները շատ նախնական, շատ մաքուր, պարզ, այո, հենց ամիջապես առաքյալի ձեռքից վերցրած է, եւ դա շատ կարևոր բան է։ Մենք հպարտանում ենք, չի ասում ենք մենք առաքելական եկեղեցի ենք։ Ինչ է նշանակում այդ առաքելականությունը։ Այսինքն նշանակում է ոչ միայն որ մեր եկեղեցին հիմնադրվել է առաքյալների քարոզության արդյունքում, այլ որ մենք ունենք այդ ուղղափառ հավատքը, որը առաքյալները Քրիստոսից ստանալով փոխանցեցին։ Այո։ Հետևաբար սա է խնդիրը, այսինքն միշտ ընտրություն կա, բայց հայոց եկեղեցին հետաքրական մտածողություն է ունեցել, մեր եկեղեցին միշտ բաց է եղել։ Մենք այսօր էլ բաց ենք։ Եվ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ազգը իսկապես կարողանա մեծանալ, դաստիարակվել ճիշտ արժեքային համակարգով։ Այսօր իմ կարծիքով երիտասարդները շատ լավն են եւ իսկապես փայլուն երիտասարդներ ունենք, բայց մի բան իրենց մեջ պակասում է, արժեքային համակարգի խնդիր կա։ Մենք խնդիր ունենք իրենց ուղղորդելու, ճշմարտությունը ցույց տալու եւ ցույց տալու, որ երբ որ դու այս հոգեվոր դաշտում լինես, քո կյանքը ավելի օրհնված եւ երջանիկ կլինի։ Սա շատ կարեւոր է իմ կարծիքով։ Սուրբ Հայր, ես ձեզ ուզում եմ մեկ հարց տալ, որ ինձ բառացիորեն մեր հաղորդաշարի դիտողն է փոխանցել, ուզում եմ այդ հարցը ձեզ փոխանցել։ Ուրեմն մարդը այցելել է մի եկեղեցի երկար ժամանակ, որտեղ այսօր քահանան վերցրել է այսպես հակաեկեղեցական ընթացքը իր, եւ ինքը հետաքրքիր մի բան ասեց. ես հիմա չեմ կարողանում այդ եկեղեցի այցելել, այլ եկեղեցի եմ գնում, բայց միևնույն ժամանակ իմ ներսում ես մտածում եմ, արդյոք ես ճիշտ եմ վարվում, որ չեմ գնում իմ եկեղեցի, չէ՞ որ այդ քահանան կարգալույց չէ եւ ես կարող եմ այնպես եմ վարվում եկեղեցու հետ, ինչպես ինքն է վարվել, այսինքն ինչպես քահանան է վարվել, հա, տիրադավ քահանան է վարվել եկեղեցու հետ։ Ինչ խորհուրդ կտաք այս մարդուն օրինակ։ Սա մեր իրականության ամենացավոտ կողմերից մեկն է եւ իսկապես մարդիկ չգիտեն որ եկեղեցի գնալ, հարցնում են, որ եկեղեցի գնամ։ Եկեղեցիներ ունենք, որ մեր դժբախտաբար մեր եղբայրները իսկապես այդ ճշմարտությունից շեղվել են, կամ իրենք մտածում են, որ իրենք ճշմարտության ակունքներում են եւ այլն։ Նախ պետք է ես խորհուրդ կտայի, որ անպայման այդ հոգեվորականի համար շատ աղոթք անեն։ Ես հավատում եմ, որ Աստված իր ողորմությամբ այցի պիտի գա եւ իրենք էլ պիտի ճշմարտությունը ճանաչեն։ Ընդհանրապես բոլոր խնդիրների հանգուցալուծումը երկխոսությունն է։ Եկեղեցին ի վերջո նվիրապետական կառույց է։ Այդ կառույցը ունի, այսպես ասած, վավերացրած հստակ կանոնակարգեր, ինչպես պիտի լինի եւ այլն։ Տեսեք, ես 26 տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եմ ծառայում եւ այն եզակի հոգեվորականներից եմ, որ դժբախտաբար կամ բարեբախտաբար միշտ խնդիրների մասին եմ խոսել։ Միշտ։ Ես բարձրաձայնել եմ ժողովներին, հայրապետի առաջ, մեր սրբազանների առաջնորդների մշտապես։ Բայց ես այդ ամենը բարձրաձայնել եմ ոչ թե ես որ քաջ եմ, արի եմ եւ այլն, չէ։ Դրա մասին չէ, որտեղ ես սիրում եմ իմ եկեղեցին եւ իմ եկեղեցին ավելի զորավոր եմ ուզում տեսնել։ Այն բոլոր խնդիրները, որոնք կան, դրանք անշուշտ լուծում են պահանջում։ Բայց այդ լուծումները ոչ թե պետք է լինեն արտաքին ճնշմամբ, սխալ ձևերով, այլ մեր ներսում։ Եթե կան հարցեր, դրանք պետք է քննարկվեն, դրանք պետք է լուծումներ գտնեն։ Ես այնուամենայնիվ վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս փորձությունը, այս մարտահրավերը, սա նաև ամեն մեկիս համար հավատքի փորձություն էր։ Ի վերջո հավատքը ոչ միայն ուրախ պահերին է, այսպես արտահայտվում, այլ նաև փորձությունների մեջ։ Մենք տեսանք մեր եկեղեցին մեկ այլ աչքով եւ կարծում եմ նաեւ մեր հավատացյալներն էր, բայց մեր եղբայրներին ուղղակի իմ աղոթքը միշտ է, որպես իրենք
հասկանան իրենց սխալը, վերադառնան ճիշտ ճանապարհին եւ մենք մեր հարցերը պիտի քննարկենք ներսում եւ պիտի փորձենք լուծումներ գտնել։ Խնդիրներ կան, երբեք չենք թաքցրել, որ այդ խնդիրները կան, բայց այդ խնդիրների լուծումը կրկին մեր ձեռքում է։ Եվ պիտի ամեն ինչ անենք, որ մեր եկեղեցին այս փորձություններից, մարտահրավերներից ավելի զորացած դուրս գա, իսկ մեր հոգևորականը կանգնի պարզերես հավատացյալի առաջ եւ կարողանա սուրբ հաղորդություն բաշխել, իր առաքելությունը իրականացնել։ Սա ցավոտ խնդիր է, անկեղծ ասած, բայց հուսամ, որ շուտով կլուծվի։ Դուք արդեն տեսնում եք եկեղեցու ներսում այդ այսպես բարենորոգումները, հա, որտեղ են ունենում։ Տեսեք, բարենորոգումները եկեղեցին մի կառույց է։ Ես միշտ օրին այսպես համեմատություն եմ անցկացնում, որ եկեղեցուն միշտ գարուն է։ Եկեղեցին միշտ վերակենդանանում է, եկեղեցում միշտ փոփոխություններ են։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար եկեղեցում միանգամից փոփոխություն չի լինում, որտեղ այդ փոփոխությունները պիտի քննարկվեն, պիտի ուսումնասիրվեն, նաև պիտի ուսումնասիրվի մեր դավանակից, քույր եկեղեցիների փորձառությունը, հասկանանք եւ այլն։ Եվ այդ փոփոխությունները պիտի լինեն իշահ մեր եկեղեցու։ Մենք չենք կարող այս կամ այն անձի օրինակի համար ցանկության համար ինչ որ մի բան փոխել եւ այլն, այդ փոփոխություններն էլ պիտի տրամաբանված լինեն եւ այլն, բայց շատ կարեւոր է որ այդ զգացողությունը լինի, այդ շարժը լինի եւ տարիներ շարունակ մոտավորապես մոտ 120-130 տարի բարեկարգության օրակարգը եկեղեցում կա։ Հետաքրքրական մի բան ասեմ, մեր ամենամեծ նվիրյալ հոգեվորականներից մեկը Մաղաքի arczepiskopos Օրմանյանը, երբ որ բարեփոխում ասում էր, առաջինը հասկանում էր քահանաների ընդհանրապես հոգևորականության կրթական մակարդակի բարձրացումը։ Շատ հետաքրքրական է։ Ես կարծում եմ, որ այո, մենք կարիք ունենք բարենորոգումների եւ կարիք ունենք նաեւ մեր մեջ գտնելու այդ ուժը, մեր սխալները տեսնելու, մեր առավելությունները տեսնելու, թերությունները տեսնելու եւ սրբագրելու, որտեղ ի վերջո տեսեք, մեր ժողովուրդը շատ բարձր այսպես նշաձող է դրել հայ հոգևորականի համար։ Այո։ Շատ բարձր է դրել։ Իր համար հայ հոգևորականը կատարելատիպ մի բան է։ Երբեմն կգան այնպիսի բաներ կհարցնեն, օրինակ ասենք կենսաբանությունից, քիմիայից, որ անկեղծ եմ ասում, ինձ հետ եղել է, որ իրենք մտածում են, որ ես հոգևորական եմ, վարդապետ եմ, դա պիտի իմանամ։ Սա խոսում է խստապահանջության մասին, բայց այս երկխոսությունը պիտի լինի հոգևորականության եւ հավատացյալների միջեւ, եւ մենք պիտի փորձենք լուծումներ գտնել։ Դրական բան կա այդ ամենի Ես հույս ունեմ, անկեղծ եմ ասում, որպես հայ եկեղեցու մի պարզ հոգևորական, ես վստահ եմ, որ մենք պիտի գնանք այդ բարեկարգությանը, բայց այդ բարեկարգությունը ոչ թե պիտի լինի, այսպես ասած, արտաքին դրսի օրակարգով, այլ մեր օրակարգով։ Մեր եկեղեցու, մենք շատ լավ, մեզանից լավ ոչ ոք չգիտի մեր եկեղեցու, մեր եկեղեցականության խնդիրները, եւ մենք ոչ թե պիտի աչքի փոխարեն ունքն էլ հանենք, այլ մենք պիտի փորձենք ամեն ինչ անել, որ այդ աչքի տեսողությունը եւ հոգեվոր տեսողությունը շատ ավելի զորանա։ Այնպես որ իմ խնդրանքը պիտի լինի նաեւ մեր հավատացյալներին մեզ համար շատ աղոթել։ Մենք իրենց համար ամեն օր ենք աղոթում, խնդրեի, որ իրենք էլ մեզ համար աղոթեն, որպեսզի մենք մեր կարգի մեջ հաստատուն մնանք։ Գիտեք, երբ որ մեկը հոգևորական է դառնում, առաջին մաղթանքը դա է, կարգիդ մեջ հաստատուն լինես։ Ես այս կարգի մեջ հաստատուն լինելը այս ընթացքում շատ ավելի, այսպես խորությամբ հասկացա, առաջին հերթին իմ կարծիքով դա հավատարմությունն է մեր Աստծուն, մեր եկեղեցուն։ Այդ հավատարմության խախտումը հանգեցնում է այլ բաների։ Մենք պիտի մեր կոչմանը, մեր առաքելությանը հավատարիմ լինենք եւ հասկանանք մի պարզ բան. եկեղեցին նախարարություն չէ, եկեղեցին նվիրապետական կառույց է։ Եթե այդ նվիրապետական կառույցը քայքայվում է, մենք չենք ընդունում ինչ-որ մի բան, մենք կամ ընկնում ենք աղանդավորության կամ հերետիկոսության գիրկը։ Հույս ունեմ, որ եկեղեցին այս դժվարին ճանապարհից դուրս կգա բյուրեղացած, մաքրացած եւ ավելի այսպես ինքնիր ներսում բարենորոգված, այո։ Ամեն։ Այո։ Եվ Սուրբ Հայր, ես մի հարց ունեմ, որ միշտ տալիս եմ իմ հյուրերին վերջում, ինչով է մարդը տարբերվում կենդանուց։ Բանականությամբ, ընտրության հնարավորությամբ եւ անմահ հոգով։ Հրաշալի է։ Շատ գեղեցիկ պատասխան, շնորհակալ եմ նաև բովանդակալից զրույցի համար։ Եթերում անուշադրության կենտրոնն էր, այսօր իմ հյուրն էր հայր Զաքարիա Ծայրագուն վարդապետ Բաղումյանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի, շնորհակալ եմ։